Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը շարունակում է պահել իր բարձր լարվածությունն ու ինտրիգը յուրաքանչյուր սերիայով ավելի խորացնելով պատմության դրամատիզմը։ Նկարահանումները շարունակվում են և արդեն ակնհայտ է, որ սյուժեն մոտենում է ամենաբեկումնային զարգացումներին, որտեղ գաղտնիքներն այլևս երկար չեն կարող թաքնված մնալ։ Հունանի համար ճշմարտության բացահայտումը դառնում է շրջադարձային պահ, նա վերջապես համոզվում է, որ Լեոն, Մանանը և Դավիթը Ռաֆի երեխաներն են այն մարդու, ում նա սպանել է տարիներ առաջ։ Սա ոչ միայն ցնցում է նրան, այլ նաև վախեցնում։ Նա հասկանում է, որ եթե այս երեխաները միավորվեն իր երեխաների հետ, ապա անցյալն անխուսափելիորեն կբացահայտվի։ Եվ հենց այստեղ է նրա ամենավտանգավոր որոշումը։ Հունանը փորձում է վերահսկել իրավիճակը երեխաներին ինչ-որ տեղ տանելով, հավանաբար հեռու, որպեսզի կտրի նրանց կապերը։ Սա արդեն հուսահատ քայլ է, ոչ թե հաշվարկված։ Նա չի մտածում հետևանքների մասին, այլ փորձում է փրկել իրեն, բայց նման քայլերը միշտ հակառակ արդյունքն են տալիս։ Գաղտնիքները որքան շատ ես թաքցնում, այնքան ավելի արագ են դուրս գալիս ջրի երես, և Գոյամարտում այդ պահն արդեն շատ մոտ է։ Մյուս կողմից Մանանի վերադարձը տուն շատ կարևոր է սյուժեի համար։ Նա անցնելով իր ներքին պայքարի միջով հասկանում է, որ անկախ ամեն ինչից ընտանիքն իր միակ հենարանն է։ Նրա վերադարձը ոչ միայն ֆիզիկական է, այլ նաև հոգեբանական։ Նա վերադառնում է որպես մարդ, ով արդեն տեսել է սխալները և պատրաստ է փոխվել։ Բայց արդյոք ընտանիքը պատրաստ է ամբողջությամբ ընդունել նրան։ Լեոյի ներսում դեռ ցավ կա ու անհանգստություն։ Դավիթն իր լուռ բնավորությամբ գուցե չի արտահայտվի, բայց զգում է ամեն ինչ։ Այս վերամիավորումը հեշտ չի լինելու, բայց այն անհրաժեշտ է։ Էռնայի գիծն այս փուլում դառնում է ամենահուզիչներից մեկը։ Նա, ով երկար ժամանակ փակել էր աչքերն իրականության վրա, վերջապես որոշում է ճշմարտությունն իմանալ։ Նրա այցը Դավիթ պապի մոտ շատ խորհրդանշական է։ Դավիթ պապը միակ մարդն է, ով կարող է ամբողջական պատկեր տալ անցյալի մասին։ Էռնան գալիս է ոչ միայն հարցեր տալու, այլ նաև պատրաստ է լսելու այն, ինչ գուցե կկործանի իր կյանքը։ Նրա ներսում արդեն կասկած կա, և այդ կասկածը չի թողնում նրան հանգիստ ապրել։ Եթե պապը պատմի ամբողջ ճշմարտությունն Ավոյի մասին, նրա երկակի կյանքի, նրա քայլերի մասին, Էռնայի աշխարհը կարող է փլուզվել։ Բայց հենց այդ փլուզումից հետո հնարավոր է նոր սկիզբ։ Այս ամբողջի ֆոնին սերիալը հասնում է մի կետի, որտեղ բոլոր գծերը սկսում են հատվել։ Հունանը փորձում է փախչել անցյալից, Էռնան փորձում է բացահայտել այն։ Մանանը վերադառնում է իր արմատներին, իսկ Լեոն շարունակում է պայքարել թե իր ընտանիքի, թե իր կյանքի համար։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված։ Կկարողանա արդյոք Հունանն իրականացնել իր պլանը։ Կիմանա Էռնան ողջ ճշմարտությունը, կպահպանվի ընտանիքի միասնությունը, և արդյոք անցյալի մեղքերը վերջապես կպատժվեն։ Գոյամարտը հիմա այն փուլում է, որտեղ յուրաքանչյուր ճշմարտություն կարող է դառնալ պայթյուն, և այդ պայթյունն արդեն շատ մոտ է։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսի անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ մենք ձեզ խոստանում ենք շատ շուտով հետաքրքիր բացահայտումներով նոր տեսանյութ հրապարակել, որտեղ կգտնեք ձեր շատ հարցերի պատասխանները կապված հեռուստասերիալի հետ։ Իսկապես, հեռուստասերիալում իրավիճակը գնալով էլ ավելի լարված ու հետաքրքիր է դառնում։ Մինչ այժմ Հունանն ապրում էր իր ստեղծած աշխարհում, որտեղ մարդիկ ենթարկվում էին իրեն։ Բայց հանդիպելով Դավիթին, Լեոյին, հասկացավ, որ ամեն ինչ չէ, որ իր շուրջն է պտտվում, ու օրերից մի օր գալու է պատասխան տալու ժամանակը, և այդ ժամանակը կամաց-կամաց մոտենում է։ Նա Լեային հետևելով ու հասկանալով, որ Լեան ու Լեոն միասին են, նա հայտնվում է Դավիթ պապի տանը, որտեղ տեսնում է Ռաֆի լուսանկարը։ Բնականաբար, նա հասկանում է իր կասկածները ճիշտ են։ Եթե մինչ այդ նա ուղղակի կասկածում էր ու փորձում էր Ավոյի միջոցով հասկանալ, թե արդյոք իր կասկածները ճիշտ են, թե ոչ, հիմա նա համոզված է, որ այս երեխաները Ռաֆի երեխաներն են, այն Ռաֆի, ում նա տարիներ առաջ ուղղակի զրկել է կյանքից։ Հունանը գիտի այս տան պատմությունը և բնականաբար ձեռքերը ծալած չի կարող նստել։ Նա որոշում է իր երեխաներին հեռու պահել, բայց արդյոք նրան կհաջողվի։ Չէ՞ որ նրանք սիրում են արդեն
Լեան ու Լեոն միասին, իսկ ինչքան էլ Գրիշոն թաքցնի իր զգացմունքները Մանյանի հանդեպ, պարզից էլ պարզ է, որ նա ուղղակի սիրահարված է Մանյանին, բայց այժմ ծնողների դրդմամբ նա պայքարում է իր զգացմունքների դեմ, թե ինչքան կհաջողվի նրան պայքարել, ինչպես կհաջողվի նրանց հեռացնել միմյանցից, ցույց կտա ժամանակը, բայց որ ամենահետաքրքիր ու դիտարժան սերիաները դեռ առջևում են, դա հաստատ է, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել, թե այս սերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ կբերենք նոր ու հետաքրքիր տեսանյութեր ու կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։